massայաբար բերման են ենթարկվում, կրկնում եմ, տարատեսակ շինծու եւ մտածածին մեղադրանքներով։ Իհարկե այս իրավիճակը մեզ համար կանխատեսելի էր, քանզի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում նմանատիպ գործելավոճը ավանդական է դարձած եղել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, սակայն այն, որ այսօր անգամ ընտրության օրը այս ծավալով հետապնդումները շարունակվում են ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, սա արդեն որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող փաստ է։ Տարբեր ընտրատեղամասերից մենք շարունակում ենք ստանալ ահազանգեր ուղղորդված քվեարկությունների, քվեաթերթիկների դուրսբերման փորձերի հետ կապված, ինչպես նաև ունենք բազմաթիվ ահազանգեր, որ ընտրատեղամասերի հարևանությամբ անգամ այսպես շատ մոտ գտնվող տարածքներում տարատեսակ քարոզչական պաստառներ են տեղադրված, որը ինչպես հայտնի է օրենքի խախտում է։ Այդ թվում նաև ահազանգեր ենք ստանում այն մասին, որ կոնկրետ ընդդիմության երեք կուսակցությունների, ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդների նկարներով հակաքարոզչական թերթիկներ, թռուցիկներ եւ պաստառներ են տեղակայված եւ թափթփված տարբեր ընտրատեղամասերի հարևանությամբ։ Այս պահին մեր արագ արձագանքման մասնագետները, արագ արձագանքման խմբի մասնագետները գնում են այս ահազանգերի հետքերով։ Այսօր ամբողջ օրվա ընթացքում Բարգավաճ Հայաստան կուսակցության արագ արձագանքման խումբը հավաքագրելու եւ հետամուտ լինելու հնչած բոլոր ընտրախախտումների վերաբերյալ հայտարարությունները։ Ես ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, ընտրական գործընթացին մասնակցող մեր ժողովրդին, շեշտելով, որ եթե իրենք արձանագրում են տարատեսակ ընտրախախտումներ, ընտրական իրավունքի ոտնահարման դեպքեր, ապա կարող են զանգահարել 010 600 601 հեռախոսահամարով եւ ներկայացնել այդ ընտրախախտումները եւ մեր արագ արձագանքման խմբի մասնագետները հետամուտ կլինեն այդ ահազանգերի հետքերով։ Այս իրավիճակը, որը ինչպես արդեն նշեցի, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, ենթադրում եմ եւ վստահ եմ, որ ունի ընդամենը մեկ նպատակ՝ պարալիզացնել եւ խաթարել ընտրական գործընթացը Հայաստանում, խոչընդոտել մեր ազգաբնակչության ազատ կամ արտահայտման իրավունքը եւ այդ թվում նաեւ վստահված անձանց գործունեությունը, շտաբերի, ենթաշտաբերի գործունեությունը։ Կարծում եմ, որ այս գործընթացի կանխարգելման միակ հակաթույնը դա մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը պետք է լինի։ Ես ուզում եմ բոլորին, մեր բոլոր հայրենակիցներին կոչ անել, հորդորել, խնդրել, որպեսզի այսօր հունիսի 7-ին անպայմանորեն գնան քվեարկության։ Առաջին հերթին այս գործընթացը կանխարգելող միակ հակաթույնը դա ակտիվ մասնակցությունն է։ Որևէ մեկը չի կարող անտարբեր գտնվել այս ժամանակահատվածում եւ չի կարող պարզապես տանը նստած մնալ։ Ակտիվորեն մասնակցեք ընտրությանը, կատարեք ձեր քաղաքացիական պարտքը, գնացեք քվեարկության։ Սա միակ հակաթույնն է այս ամբողջ հակաօրինական եւ ապօրինի գործընթացները կանխարգելելու ուղղությամբ։ Այս ժամանակահատվածում մենք բազմաթիվ փաստերի ականատես ենք դարձել, երբ դատաիրավական համակարգը պարզապես դարձել է ընտրական գործընթացներին մասնակցող առանձին կառույց, կարելի է ասել նաև առանձին կուսակցություն, որը ակտիվորեն ներգրաված է եղել նախընտրական եւ այսօր արդեն ընտրական ամբողջ գործընթացին։ Սա բնականաբար որևէ դեպքում ընդունելի չէ եւ հակասում է ընտրական գործընթացների կազմակերպման ամբողջ տրամաբանությանը, սակայն ունենք այն, ինչ որ ունենք, այս ամբողջ ժամանակահատվածում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ դատաիրավական համակարգը անմիջականորեն խառնվել եւ միջամտել է ընտրական գործընթացներին։ Հորդորում եմ բոլորին, բոլոր կառույցներին, պատկան մարմիններին մնալ օրինականության եւ իրավունքի շրջանակներում, իրենց լիազորությունների շրջանակներում եւ կրկին անգամ մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին, որովհետեւ այսօրվա ձեր քվեարկությունից է կախված Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, մեր վաղվա օրը։
Շնորհակալություն, այսօր այս ձևաչափով բարբերաբար հանդես կգամ հայտարարություններով, հաշվետվություններով, արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությամբ եւ կրկին անգամ կրկնում եմ, որ բոլոր մեր այն հայրենակիցները, ովքեր տարբեր ընտրատեղամասերում ականատես կլինեն ընտրական իրավունքի ոտնահարման դեպքերին, կարող են ահազանգել 010 600 601 հեռախոսահամարով։ Շնորհակալություն։